Ճիշտն ասած, այդքան էլ ուղիղ հարց չի, ավելի շատ ուզում էի նախորդ ելույթից անդրադառնալ, քանի որ ելույթումս նշել էի, որ կարծես պարոն Գրիշատ Համրազյանը ևս եղել է հանրապետական, չի եղել պարոն Գրիշատ Համրազյանը հանրապետական, իմ ասածը փաստացի չէր համապատասխանել իրականությանը, բայց մոռացել էի նշել, որ պարոն Անդրանիկ Գևորգյանը Գյուլագարակի հանրապետական համայնքապետ Մեհեր Գևորգյանի որդին է, իսկ Վրույր Այվազյանն էլ եղել է նրա հոր խորհրդականը հանրապետական իշխանության տարիներին։ Սա ասեցի հարցի տեսքով, հարցի ժամանակահատվածում, որպեսզի բան չստացվի, չասեք չարաշահում եմ վարողի իրավունքը, իսկ Տիկին Հովսեփյան, գալով արդեն բուն հարցին, ինչ եք կարծում, արդյոք պարոն Ֆարմանյանի նախորդ ելույթից հետո, որով պարոն Ֆարմանյանը օրինակ գտնում էր, որ Հայաստան չպետք է հրավիրվեր Ուկրաինայի նախագահը։ Այսինքն չպետք է ինչ-որ մի ֆորմատով Հայաստան ժամաներ Ուկրաինայի նախագահը կամ եվրոպական տարբեր երկրների առաջնորդներ, ենթադրում եմ էլի նույն կրիտերիայով առաջնորդվելու պարոն Ֆարմանյանը, որ Հայաստանում օրինակ միջազգային եվրոպական երկրների մասնակցությամբ միջոցառումներ չպետք է անցկացվեն, քանի որ այդ պետությունների ղեկավարները այս պայծառությամբ ունեն լարված հարաբերություններ Ռուսաստանից։ Դուք ինչ եք կարծում, օրինակ այդ ելույթի կոնտեքստում պետք է կառուցվի Հայաստանի եվրոինտեգրման ապագան որպես այդպեսին, թե այլ ճանապարհով։ Ասում եմ, սա որ ձեր խմբակցության դիրքորոշումը ներկայացնենք, նաև որպես այդ հանձնաժողովի նախագահի նախկին թեկնածու։ Շնորհակալություն։ Նախկինների թեման կարծես թե դուրս չի գալիս այս դահլիճից, այն աստիճան, որ ես է դարձա նախկին, գոնե ուրիշ բանով չկարողացան կապնել, նախկին թեկնածու, լավն էր։ Անցնենք պատասխանին, իրականում չեմ համարում, որ օրակարգին վերաբերյալ է, որովհետև ես այս պահի ներկայացնում եմ Հարություն Հարությունյանի թեկնածությունը, թե ինչ կապ ունի պարոն Ֆարմանյանի ասածը այս թեմայի հետ կապված, այդքան էլ չեմ համարում, որ վերաբերելի է, բայց որպեսզի ձեզ չթվա, թե ես խուսափում եմ հարցի պատասխանից, այնուամենայնիվ կպատասխանեմ։ Մենք կարծում ենք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի ոչ հակադրությունների վրա հիմնված։ Միայն հակադրություններն են, որ մեզ հասցնում են այնպիսի իրավիճակների, որ ունենք այն պատկերը, որ այսօր մեր գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանել։ Հետևաբար ես համոզված եմ, որ պարոն Ֆարմանյանը իր խոսքում ելնում էր հենց այն ելակետային համոզմունքից, որ հակադրությունները միայն ի վնաս են Հայաստանի Հանրապետության շահերին։ Եվ եթե կա որոշակի միջոցառում, որոշակի գործիքակազմ մեկ ուղղությամբ, ապա դա միանշանակ պետք է հավասարակշռվի մեկ այլ ուղղությամբ համապատասխան գործողություններով, հավասարակշռելով։ Հավասարակշռումն է, որ էապես պակասում է մեր երկրին։ Եվ ես հավասարակշռումն է, որ էապես պակասում է մեր երկրին, ինչպես ես նշել եմ նաև իմ ելույթի ընթացքում, ինչ այս նախկին թեկնածու որպես այնպես որ հավասարակշռում, հաշվետվողականություն, դրանք մեզ համար կարևորագույն ուղղություններն են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան, բայց իմ բարձրացրած մտահոգությունը չի ծածկում ձեր պատասխանը, որտեղ պարոն Ֆարմանյանը այստեղից ասում է ինչ կարիք կար Հայաստան հրավիրելու Վլադիմիր Զելենսկիին, որտեղ այդ մարդը այդ միջոցառման մասնակից է։ Այսինքն կներեք, ինչ եք ակնկալում, հիմա որ Ռուսաստանի հարաբերությունները ենթադրենք, Աստված չանի, մենք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրար հետ մշտապես ունենան լավ ու բարի դրացիական հարաբերություններ, պատերազմներ էլ չլինեն, բայց Աստված չանի մի եվրոպական երկրի հետ, ասենք Ֆրանսիայի հետ կտրուկ վատանում է նաև հարաբերությունները, ինչը իդեպ իրականությունից այդքան է հեռու չի։ Հիմա ինչ, Ֆրանսիայի նախագահն էլ Հայաստանում միջոցառումների պետքա չմասնակցի։ Ու կամ արդյոք չեք կարծում, որ ձեր ասած այն հայկական շահ, որ պարբերաբար ասում եք, դրանից չի բխում, քանի որ օրինակ, երբ որ պատերազմական տարիներ էին Ադրբեջանի հետ, Ադրբեջանի նախագահներն էլ պարբերաբար Ռուսաստան էին գնում, ու շատ դեպքերում Ռուսաստանից տարբեր հայտարարություններ էին անում, բա դա այդ ոնց էր տենց այդ բանի մեջ տեղավորվում։ Նորից ասեմ, որ մեկ կենտրոնից կախվածությունը միշտ ռիսկային է փոքր երկրների համար։ Մենք պետք է այնպես կարողանանք կարգավորել
կազմակերպել մեր արտաքին քաղաքական ճարտարապետությունը կառուցել այնպես, որպեսզի մեկ կենտրոնից կախվածությունը մինիմալացվի, եւ դրան ի հակակշիռ լինի դիվերսիֆիկացիան, մասնավորապես տնտեսական դիվերսիֆիկացիան։ Եթե մենք ունենք մի կողմից մեծապես կախվածություն, ապա բնականաբար այդ մեկ կենտրոնի գլխի եկածը, կոպիտ ասած, իմպլեմենտացվում է նաև մեր վրա, որովհետև մենք կախված ենք փաստացի այդ մեկ կենտրոնից։ Եվ դրա լուծումը ոչ թե այս կամ այն դրվագային հարցերն են, այլ դրա լուծումը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան է, մասնավորապես տնտեսության ոլորտում։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։